նախաձեռնում է Հովանավան համեցեք։ Ինչպես եւ նկատեցիք, այո, Կիրակի Գյորգ Փաշինյան Նիկոլը փորձեց Հայաստանում ձևավորել նոր աղանդ։ Եվ ցավալի էր, որ Հայաստանի ամենագեղեցիկ վանական համալիրներից մեկն էլ ինքը փորձեց դարձնել այդ աղանդի որջը։ Չնայած նաև կար շատ հուսադրող բաներ, որ այդ կան, չգիտեմ, վարչական ռեսուրս կիրառելով, այդ կան բոլոր տեսակի հնարավորությունները կիրառելով չկարողացան նորմալ մարտաքանակ այնտեղ ապահովել, ավելին ես հնարավորություն եմ ունեցել խոսել շատ-շատերի հետ, ովքեր որպես պետական աշխատակիցներ ստիպված եք գնացել էին այնտեղ, իհարկե ստիպված գնալու պահներ չեմ ընդունում, բայց բոլոր դեպքերում հասնելով այնտեղ իրենք չէին մտել եկեղեցի, որպեսզի որևէ կերպ չդառնային այդ աղանդավորական ծիսակատարության մասնակիցը։ Նաև հենց Փաշինյան Նիկոլի հայտարարությունը այսօր առավոտ, որ ինքը կրկին գնալու է Հովանավան Կիրակի Գյորգ պատարագի, սա խոսեց իր պարտված լինելու մասին։ Այսինքն հիմա ինքը անցած Կիրակի Գյորգի հետ կապված փորձելու է ռևանշ վերցնել։ Կամ փորձելու է գնալ բախումների, որովհետև իր լավագույն այսպես երազանքներից մեկը արդեն վերջին ամիսներին Հայաստանում բախումներ բեմադրելն է, որը իր մոտ այդքան էլ չի ստացվում։ Լավագույն դեպքում ստացվում է բախումներ կարմիր բերետավորների եւ հայ մարդկանց միջև, բայց օրինակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև բախումներ որպես այդպեսին իր մոտը չի ստացվել, բայց ինքը հենց դրան էլ ցկտում է եւ ինքը հենց դրան էլ գնում է, որովհետեւ սա իր համար իշխանության մնալու հերթական սցենարներից մեկն է։ Որպես այդպիսի ընդրություններն էլ այլևս իր մոտ հավատ չի ներշնչում։ Ճիշտ է, ինքը կփորձի ընդրությունները կեղծել, ինքը կփորձի ընդրություններից հետո պարտվելուց հետո իշխանություն չտալ, բայց միևնույն է, դա իր համար դեռևս հավատ չի ներշնչում, եւ հետեւաբար իր համար շատ կարեւոր է, որպեսզի կարողանա երկրում անկայուն վիճակ ստեղծել։ Եվ առհասարակ, եթե մենք ուղղակի վերցնենք սեիրական սովորական հանցագործի հոգեբանությունը, ինչպիսին օրինակ նաև նույն Փաշինյան Նիկոլի մոտ է, ոչ, հանցանքից հետո ստեղծել քաոս, որպեսզի կարողանա ճողոպրել։ Այսինքն ինքը իրան հիմա պետք է որ ամեն ինչ այնքան խառնվի, որ ինքը կարողանա իր սև գործը հասցնել ավարտին եւ կարողանա նաեւ հեշտությամբ փախչել։ Այդ տեսեք նույն տրամաբանության մեջ է նաեւ իր կողմից առաջ քաշած 4-րդ հանրապետության գաղափարախոսությունը։ Այսինքն ինչ է ուզում անել, ինքը ուզում է պետություն լուծարել, որպեսզի պատասխանատվությունից խուսափի։ Եվ հերթական անգամ Կիրակի Գյորգը ինքը իմ կարծիքով պետք է փորձի հերթական բեմադրություն այնտեղ կազմակերպել այս անգամ բախումների տեսքով, բայց կարծում եմ հայ ժողովուրդը կերկին իմաստուն կգտնվի եւ ոչ մի դեպքում չի գնա նմանատիպ բախումների, նախ չի գնա, որովհետեւ մեր համար անկախ ամեն ինչից քրիստոնեական եկեղեցին քրիստոնեական տաճարը ինքը այնպիսի մի սրբություն է, որ մենք ոչ մի դեպքում չենք ուզենա այնտեղ մեղք գործել, թեկուզ եկեղեցին պաշտպանելով մենք ավելի շատ կփորձենք դա եկեղեցուց հեռու պաշտպանել, քան եկեղեցու ներսում։ Եվ հետո ժողովուրդը նաև այնքան իմաստություն ունի, որ ինքը ոչ մի դեպքում չի գնա այդպիսի ծայրահեղ քայլերի եւ թույլ չի տա, որպեսզի երկրում քաղաքացիական բախումներ լինեն, ինչը արդեն 3 ամիս է ինտենսիվ ձևով, ավելի շատ 4 ամիս ինտենսիվ ձևով փորձում է իրականացնել Նիկոլ Փաշինյանը։ Հուսանք, իհարկե բոլոր դեպքերում հուսանք, որ մենք դրան չենք հասնի։ Որը ասելիք ունեք այլևս կարգալից եղած այս ծովային հասարակության, որը այդ օրը մինչև պատարագը, երբ որ առաջ տեսանք ինչ միջադեպ եղավ Հովանավանքում, այս մարդը շոթրի գնահատում Նիկոլավարի էր իրեն պահում մինչև ակամ այնտեղ։ Տեսեք, Ստեփան Ասադրյանին ինչ-որ բան ասել է, կամ Ստեփան Ասադրյանին ինչ-որ բան ասել է, ընդամենը կարելի է իրան ուղղակի խորհուրդ տալ, ես այդ օրինակը վերջերս շատ եմ հիշում, Սայաթնովա ֆիլմում մի շատ հիանալի կադր կա, որտեղ ասում է աղոթիր Ստեփանոս, աղոթիր հոգիդ խռովյալ է։ Այդ խորհուրդը կարող ենք իրեն տալ, թող աղոթի։ Իսկ մյուս դեպքերում ես ինքս որպես հայ քրիստոնյա մարդ, ես հասկանում եմ, որ յուրաքանչյուրս մեր կյանքի ավարտին, երկրային կյանքի ավարտին մենք հաշվետու ենք առաջնահերթ Աստծո առաջ եւ բոլորս այնտեղ պատասխան ունենք տալու, առավել եւս նման փառքի կամ հարստության հետևից վազող հոգեվորականը եւ թող ինքը այնտեղ պատասխան տա։
տատս մի լավ խոսք ուներ, ասում էր Աստծուց թող գտնի։ Հիմա մենք թողնում ենք թող Աստծուց ինքը գտնի այս ամեն ինչ, իրեն որևէ բան այլևս չի կարելի ասել, որովհետև այդ մարդը այլևս հանրության համար, եկեղեցու համար, հասարակության համար ինքը կորած է։ Եվ ես անկեղծ չեմ պատկերացնում այնպիսի մի իրավիճակ, որ ինքը կարողանա այդ մեղքերը քավել։ Բայց բոլոր դեպքերում խորհուրդ կտամ թող աղոթի։ Թող հնարավորինս շատ աղոթի, զղջա գուցե Աստվածների։ Այս իրականության մեջ մենք հասկանում ենք, որ այն արշավը, որը իրենք նախաձեռնել են, անհատների դեմ չի, անձերի դեմ չի, սա թիրախը հստակ է, այլ եկեղեցին է, առաքելական եկեղեցին է։ Խնդրեմ այս մասով ձեր գնահատականը եւ ի պատիվ եկեղեցու վեհապարի մյուսների արժանապատիվ ներպատասխանը սրանք ստանում են։ Տեսեք, միանշանակ եկեղեցին այսօր շատ ավելի բարձր է կանգնած, քան երբևէ։ Եվ սա յուրաքանչյուր անգամ մենք տեսնում ենք, յուրաքանչյուր անգամ ականատեսն ենք լինում մի իրավիճակի, երբ որ շատ դեպքերում վեհապարը նույնիսկ լռությամբ կարողանում է այսպես սաստել եւ պարտության մատնել եւ ինքը ավելի այսպես բարձրանում է եւ ավելի հնարավորություն է տալիս, որպեսզի այդ սատանեն ինքը ընկած մնա։ Չէ, Աստծո առաջ էլ այդպես, Աստված շատ բարձր է, սատանեն շատ ավելի ցածր, մեր գիտակցության ու ենթագիտակցության մեջ էլ է այդպես։ Բայց ինչու նաև եկեղեցին, այս այդ մասով եմ ուզում խոսալ։ Տեսեք, տարիներ շարունակ, եթե ոչ տարի շարունակ մեր համար եղել են ազգային արժեքներ ներկայացնող մի քանի ինստիտուտներ։ Օրինակ դրանցից մեկը բանակներ, հայ ընտանիքներ, եկեղեցիներ, ցավոք սրտի տարիներ շարունակ դեռևս 90-ական թվականներից սկսված տարբեր այսպես միջազգային կազմակերպություններ, բայց իրականում պետականաքանդ կազմակերպություններ իրենք առաջինը Հայաստանում սկսեցին գտնել հենց ընտանիքին։ 90-ականների վերջ 2000-ականների սկիզբ չափազանց շատ էր տարածված գենդերային շարժումները։ Եվ առաջի հայացքից երբ որ մարդկանց թվում էր դա եկել ընտանիքներին օգնելու, բայց իրականում չէ, դա եկել էր ընտանիքի մոդելը քանդելուն, որովհետև հայ ընտանիքին օգնել պետք չէր։ Հայ հասարակությունը տարիներ շարունակ պետականություն չունենալով դժվարությունների միջով անցնելուց ինքը գոնե երկու ինստիտուտ կարողացել էր հասցնել իդեալականի։ Դրանցից մեկը հայ ընտանիքն էր, մյուսը հայ առաքելական եկեղեցին էր։ Եվ իրենց մոտ ինչ որտեղ ցավոք սրտի ստացվեց ընտանիքի մոդելը քանդել եւ այսօր Հայաստանում շատ քիչ ընտանիքներ են մնացել, որոնք դեռևս կարողացան են պահպանել հայ ավանդական ընտանիքի մոդելը։ Իսկ եկեղեցին կարողացել էր։ Եվ այսօր իրենց համար շատ կարևոր է նաև այդ եկեղեցին քանդել։ Այդ բանակը ինքը կարողացավ խզում մտցնել ինչ որտեղ բանակի եւ հասարակության միջև, ինքը կարողացավ խզում մտցնել բանակում ձևավորված այն մթնոլորտի միջև, որ հանուն հայրենիքի կամ հայրենի մահի մատյալ անմահություն գաղափարի մեջ ինքը կարողացավ խզում մտցնել անընդհատ հայ զինվորին տանելով եւ կանգնեցնելով անզեն կամ չգիտեմ այդ բառը գուցե մի քիչ ոչ հայերեն հնչի, բայց կարծում եմ ամենատիպիկ բառը դա է, ինքը կարողացավ բազմաթիվ անգամներ հայ զինվորին պաստավ կանել։ Եվ ինչ որտեղ ինքը կարողացավ այնտեղ տրամադրություններ փոխել։ Ամենամեծ դավաճանությունը եւ ամենամեծ կեղտը, որը ինքը կարողացավ անել հայ զինվորի, հայ բանակի նկատմամբ, դա 2023 թվականի սեպտեմբերի 19-ն էր։ Երբ որ ինչ որ զորավարժությունների անվան տակ զորքը կենտրոնացրեց Հայաստանի արևելյան սահմաններին եւ ստիպեց, որպեսզի բարձրաստիճան զինվորականները, առհասարակ սպայական կազմը, ովքեր հենց իրենց մարտական մգրտությունը Արցախում էին ստացել, ծառայությունը սկսել էին Արցախից, իրենք ուղղակի այսպես կանգնան եւ անզորի պես նայեցին, թե ինչ էր կատարվում Արցախում։ Այ բանակին թիկունցից հարվածելու, բանակը ստորացնելու, բանակը ոչնչացնելու ամենաճղճիմ քայլը եղել է ժամանակ։ Եվ ինչ որ ձև ինքը ցավոք սրտի ճիշտ է, ես դեռևս հավատում եմ, լիահույս եմ, որ մենք մեր բանակը նորից կարողանանք բերել այն վիճակին, ինչպիսին ունեցել ենք մինչև 2018 թվականը, բայց ցավոք սրտի ինքը կարողացավ այնտեղ այդ կլուբնիկային տրամադրություններ փոխանցել։ Իսկ եկեղեցուն ինքը չկարողացավ։ Մենք չմոռանանք, որ 2018-ին էլ ինքը փորձ արեց։ Երբ շատ այսպես անտաստիրակ ավանդավորներ, այո,
այդ նոր Հայաստան, նոր հայրապետ շարժման տեսքով մտան վեհարան, սկսեցին պղծել, ամենավերջի սրիկայություններն արեցին, բայց այդ ժամանակ կաթողիկոսը նորից կարողացավ եկեղեցին հնարավորինս բարձր դուրս բերել այդ ամեն ինչի միջից։ Եվ ես վստահ եմ, որ հիմա ինքը նորից է կարողանալու։ Ու ինքն էլ գիտի դա։ Ինքը գիտի, որ եկեղեցին իր համար դարձել է մի վայր, որտեղ ինքը պարտվելու է, ինքը արդեն պարտվել է։ Այ անցած Կիրակի օրը Փաշինյան Նիկոլ անավանում ոչ թե գնաց պատարակ լսեց, ինքը գնաց իր գերեզմանը սկսեց փորել։ Իհարկե մենք ոչ մի դեպքում իրեն թույլ չտանք, որ ինքն իրեն հա այսպես զոհի սպանի, որովհետև ինքը մեզ ողջ դերևս շատ երկար պետք է։ Բայց միևնույն է, ինքը այդ փոսը կփորի, կգնի այդ փոսի մեջ եւ այդ փոսից հետո իրան այսպես երևի ականջներից կվերցնեն, կբերեն Երևան քերակատարական հիմնարկ, որովհետև ինքը շատ բան ունի պատմելու։ Մեր պատմության ամենաամոթալի օրերն ենք ըստ էության ապրում եւ այո, ցավոք, ու այս ամոթի նաեւ ցուցիչն է մեր բանտված սրբազանները, Միքայել Սրբազանը, Բագրատ Սրբազանը, Արագածոտնի թեմի առաջնորդը, այս հայտարարությունը նաեւ որպես գյումրեցի ուզեմ Միքայել Սրբազանի դեմ իրականացվող այս կեղտոտ քայլերը ինչպես եք մեկնաբանում։ Դուք արդեն մեկնաբանեցիք կեղտոտ քայլեր։ Որևէ կերպ այլևս հակաքրիստոնյա քայլեր։ Սրանք, չգիտեք, հակաքրիստոնյական չեն, սրանք հակամարտկային են, սրանք հակապետական են, չգիտեմ, իրենք հերթական անգամ բանդը սարքեցին ավելի լավ վայր։ Եվ առհասարակ, եթե դու պետականություն ունես, եթե դու մտածում ես պետության զարգացման մասին, դու պետք է ցկտես, որպեսզի բանդը որևէ կերպ հասարակության առավել եւս սերունդներին չծկի այնտեղ։ Բանդը դու պետք է կարողանաս դարձնել այնպիսի վայր, որտեղից բոլորը կխուսափեն։ Իսկ այսօր լավագույններն են բանդում հայտնվում կամ հայտնվել են կամ հայտնվելու են։ Այսա որպես հետևանք մենք դիտարկենք այդ ամեն ինչի, որ միևնույն է, ինքը ինչ էլ անի, ասենք Միքայել Սրբազանին, Մկրտիչ Սրբազանին, թե Բագրատ Սրբազանին կբանդի, բայց միևնույն է, նրանց հոգիները հոազատության մեջ են։ Նրանց խոսքը ինչ որ կերպ մեզ հասնում է եւ հիմա ավելի լսելի է, քան եթե ազատության մեջ էին ասում։ Ավելին ցեզ ասեմ, եթե վաղը մյուս օր ինքը փորձի նաեւ ինչ որ հրաշքով իր համար հրաշքով, որովհետեւ ես չեմ պատկերացնում, որ դա կարողանա, բայց եթե փորձի վեհապարին էլ տանել, բանդել, միևնույն է, արդյունքում եկեղեցին էլ ավելի կուժեղանա, արդյունքում վեհարանը էլ ավելի իհարկե որևէ բան, որևէ կերպ ինքը չի կարողանալու, այլևս ինքը չի կարողանալու որևէ հաղթարշավ գրանցելու մեր հասարակության դեմ։ Չի, սա ես նորից եմ կրկնում, սա կլինի իր կփորվի եւ արդեն փորվում է իր գերեզմանը։ Իսկ ինչ վերաբերվում է այդ մեր բոլոր քաղաքապետարյաններին, կլինեն նրանք Երևանում թե Բաքվում, որովհետեւ իրականում տարբերություն չկա։ Նույն կենտրոնն է իրենց, նույն մարդիկ են իրենց կալանավորել, որտեղ իրենք կան, ես ուղղակի իրենց համբերություն եւ առողջություն եմ ցանկանում։ Միևնույն ժամանակ այդ ձեր եթերն էլ օգտագործելով ուզում եմ կոչով դիմել բոլորին, որ բոլորի համար, այդ մեր եղբայրների, մեր հարազատների բոլորի համար պետք է կռիվ տալ եւ այդ կռիվ տալու միակ վայրը Հայաստանի Հանրապետության հրապարակն է։ Եթե մենք ուզում ենք օրինակ Միքայել Սրբազանին տեսնել ազատության մեջ, մենք պետք է կանք ազատության անկախության հրապարակ կամ հանրապետության հրապարակ կներեք, մենք դի կարողանանք կանք այնտեղ, որովհետեւ մենք այնտեղ պետք է տեսնենք Միքայել Սրբազանին։ Այ այնտեղից է սկսում նրա ազատությունը։ Բակո Սահակյանի ազատությունը այնտեղից է սկսում, Ռուբեն Վարդանյանի ազատությունը, բոլորի ազատությունը սկսվելու է հանրապետության հրապարակից։ Եթե իսկապես մենք ցավում ենք մեր պատանտների համար, որովհետև այս դեպքում ես բոլորին այլևս պատանտ եմ համարում։ Այդ պատանտին տեսնելու միակ վայրը հանրապետության հրապարակն է։ Հակառակ դեպքում այս չարիքները կլինի նրանց ազգանունը Ալիև, Փաշինյան, Տեր-Էրդողան տարբերություն բացարձակապես չկա։ Իրենք բոլորն էլ նույն մտքի, նույն ծրագրի, նույն չարիքի կրողներն են։ Մենք բոլորի դեմ պետք է պայքարենք եւ այդ պայքարը պետք է սկսվի եւ ավարտվի հանրապետության հրապարակում։ Բայց մենք տեսանք, որ քրակերին կանգ չեն առնում, գնում են բոլորի հետևից եւ Վարդան Ղուկասյանի
չգիտեմ, երկրում ոստիկան ուղղակի չէր մնացել, որպեսզի Գյումրիում չլիներ, փոխոստիկանապետերով բոլորով եկել էին այդ շոուն, այդ ինչ էր եւ ավելի նոր մեղադրանք է նաեւ առաջադրվել Վարդան Ղուկասյանին միութենական պետության վերաբերյալ միտք արտահայտելու համար, խնդրեմ։ Տեսեք, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, դա առաջնահերթ ուղղված էր գյումրեցիների եւ Հայաստանի Հանրապետության բնակիչների դեմ։ Այստեղ Վարդան Ղուկասյանը ընդամենը առիթ էր։ Ես չեմ ուզում պարոն Ղուկասյանի փաստաբանի դերը ստանձնել, կարծում եմ իր փաստաբանները դա կկարողանան շատ լավ անել, եւ մեղադրանքի մասով որևէ բան չեմ կարող ասել, առավել եւս որ մանրամասների տեղյակ չեմ, բայց տեղյակ եմ այդ մեղադրանքի շուրջ տեղի ունեցած պրոցեսներին։ Նախ այս մասով բազմիցս ասել ենք, նորից չեմ զլանա ասել, եթե իրականում կար որոշակի հիմնավոր կասկածներ եւ պետք էր այդ մարդուն ձերբակալել, իրան ձերբակալելու շատ ավելի հանգիստ ձև կար։ Ուղղակի հրավիրել հակակոռուպցիոն կոմիտե եւ ձերբակալել, մեղադրանք առաջադրել, տանել կալանքի, բայց դա չհարվեց։ Այո, այսինքն սա խոսեց նրա մասին, որ այստեղ գործ ունենք ինչ-որ բանդայի հետ եւ ոչ թե իրավապահ համակարգի հետ։ Երկրորդ, ես այս պահին ունեմ տեղեկություններ, որ բոլոր նրանց, ում որպես վկա նույն օրը բերել են հակակոռուպցիոն կոմիտե, մարդկանց նկատմամբ եղել է անմարդկային վերաբերմունք, եղել է բռնություն, եղել է որոշակի ճնշումներ։ Սա հերթական անգամ նորից փաստում է, որ օդի մեջից ինչ-որ բան էին կարել ու իրենց նպատակը կրկին եմ ասում, ոչ թե Վարդան Ղուկասյանն էր, այլ գյումրեցիներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Ինքը ուղղակի ադում է, հասկանում եք, այս երկրի կառավարիչը ինքը ադում է հայ մարդուն։ Ու ինքը բոլոր տեսակի առիթները օգտագործում է, որպեսզի վրեժ լուծի։ Եվ իրեն պետք էր, որ ինքը այդ վրեժը լուծի ու պետք էր լուծել հենց այդ պահին։ Բոլորս էլ սկսած ինձանից, վերջացրած նույն Վարդան Ղուկասյանից, մենք բոլորս էլ գիտենք, որ օրերից մի օր ինչ-որ բան նրա գրբանը գծելու են։ Օրինակ, ես սպասում եի, որ դա կլինի փետրվարին։ Փետրվար մարտ ամիսներին, այսինքն երբ որ մոտենա հերթական ընտրությունների ժամանակահատվածը, բայց ինքը արեց ավելի շուտ եւ պարզ էր ինչի համար արեց, որովհետեւ հենց այդ նույն դեպքերին հաջորդող ազգային ժողովի առաջի քարոզիայի առաջի րոպեներից մենք ինչ տեսանք։ Մի խումբ ուսապարկեր սկսեցին ուղղակի գոռալ, որ այ ընդդիմությունն էր բերել նրան քաղաքապետ եւ տեսակ ինքը չդիմացավ եւ գնաց կոռուպցիայի։ Այսինքն այդ մարդկանց պրիմիտիվ լինելը այնքան արդեն ցայտուն էսպես երևում է, որ բացարձակապես պետք չէ, այսինքն այդ օրը երբ որ պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամեջանյանը պետք է խոսեր իմպիչմենտից, իրանք միանգամից այդ ամեն ինչը փորձեցին կոտրել Վարդան Ղուկասյանի վրա կոռուպցիա կարելով։ Այն գործիքը, որը զենքը կամ որը պետք է օգտագործեին հասարակության դեմ 26 թվականին, իրանք ստիպված եղան օգտագործել այս ժամանակ։ Այսինքն սա խոսում է նաև արդեն իրենց զինանոցի դադարվելու մասին, որովհետև բոլոր դեպքերում հին խոսք կա, ասում է սուտի ոտքերը կարճ է եւ իրենց կարճ ոտքերով իրենք այլևս չեն կարող շատ բախնել, այլևս այդ սուտը լսելի չի։ Եվ հետո մյուս մասը, լավ, եկել եք Գյումրի ձերբակալելու։ Ձերբակալեք տանիք։ Ինչի համար ժամերով դուք այդ տեղ այդ ամեն ինչը ցկեցիք, տարատեսակ պրովոկատորներ բերեցին։ Հայ իրենց մոտ չի ստացվելու։ Այս մարդկանց մոտ այլևս ոչ մի բան չի ստացվելու։ Իրենք սպառված են։ Ուղղակի մենք նաև մի քիչ մեր վեհապարից պետք է համբերություն սովորենք եւ մի քիչ պետք է համբերատար գործենք, որովհետեւ ինքներս մեզ էլ ավելի չվնասենք։ Առանց այն էլ մենք մեզ շատ ենք վնասել։ Մենք 12000 քառակուսի կիլոմետր հայրենիք ենք կորցրել։ Մենք հազարավոր զոհեր ենք տվել։ Ցավոք սրտի ուզենք թե չուզենք, հիմա ով ինչպես ուզում է փորձում է այդ հարցից խուսափել, բայց ես չեմ խուսափում եւ ուղիղ եմ ասում։ Մենք եթե ուզում ենք Հայաստանի Հանրապետություն ունենալ, մենք կերգին պետք է Արցախը վերադարձնենք։ Այսինքն ինքը այստեղ մեր զոհերի թիվը կերգինը պատկել է։ Ինքը մի անգամ մեզ տարել է զոհերի գնով Արցախը հանձնելու, բայց մենք վաղ ուզենք թե չուզենք դե բերենք։ Հակառակ դեպքում մենք չենք կարող երբեք ունենալ արժանապատվություն, մենք չենք կարողանալու երբեք ունենալ խաղաղ հանգիստ կյանք։ Մեր հանրապետության ծնունդը եղել է հենց Արցախը։ Արցախով է ծնվել մեր անկախությունը։ Հետևաբար տեսեք ինքը մեզ ինքան վնասներ է տվել, որ այդ վնասները նաև երկար լինելու են իրենից հետո։
Դա կլինի հայրենիք ազատագրելով, թե կլինի տեղում տնտեսությունը նորից վերակառուցելով։ Այսօրվա դրությամբ ինքը իհարկե տնտեսագետ չեմ, բայց շատ բարձ տրամաբանությամբ երբ որ նայում ես, ինքը Հայաստանի տնտեսությունը վերածել է մի կովի եւ միջև վերջ այդ կովին ցամաքեցրել է։ Միջև վերջ ինքը այդ կովի կրծքում կաթ չի թողի ու այդ վաղը մյուս օր կարող է այդ կովը սատկի։ Որովհետեւ ինքը որպես կառավարիչ, ինչպես օրինակ ասենք Լենգթեմուն էր ժամանակին կամ ինչպես մյուս արաբ էմիրներն էին, իրենք ինչ էին անում, իրենք փորձում էին այդ պայն ինչ հնարավոր է տանել։ Նվաճողի, քոչվորի հոգ չի, որ ինքը մտածի այնպիսի մի բան անեմ, որ մշտապես այս աղբյուրի ջուրը կա։ Ընդհանրապես ինքը պատրաստ է նույնիսկ այդ աղբյուրի ջուր խմելուց հետո ավիրել այդ աղբյուրը։ Եվ այսօր Փաշինյան Նիկոլը վերջին 7.5 տարիներին ինքը Հայաստան անունով աղբյուրը ինքը ավիրել է։ Ինքը փորձում է պղծել, ինքը միջև վերջ ուզում է ամեն ինչ անել, որովհետեւ այդ աղբյուրը չլինի։ Ինքը հասկանում է, որ ինքը շատ մեծ հանցանքներ ա, բայց իր մոտ այդ էգոիզմն է, այդ դաժանությունը, ադելությունը կամ ժողովրդի բառերով ասած աբյուժնիկությունը այնքան շատ է, որ ինքը ուզում է, որ իրենից հետո Հայաստան չլինի։ Այն հենց դրա համար էլ մենք պետք է իսկապես համբերատարությամբ գործենք։ Ոչ թե համբերատար պետք է նստենք նայենք, այլ համբերատարությամբ պետք է գործենք, խոհեմությամբ պետք է գործենք, որովհետեւ մենք կարողանանք մեր կորուստները հասցնել մինիմալի։ Իսկ որ ինքը դերևս միջև իր հեռանալը շատ ու շատ վնասներ է մեզ պատճառելու, ես դա չեմ կասկածում։ Եվ վաղ շաբաթում սպասվում են ընտրություններ, ըստ էության մենք գիտակցում ենք, որ վաղ շաբաթում Նիմության հաղթանակը դա Բեհարանի վրա գրողի հերթական կասեցում պետք է լինի։ Խնդրեմ ես մասով իրենց տեխնացուն, որը աչքը չի թարթում ուրանում է որ ավանդը այս իշխանության հետ է ճանապարհ գնում, խնդրեմ։ Գիտեք, 2021 թվականի ընտրություններից հետո, համապետական եւ թիմ ընտրություններից հետո ես այլևս որևէ ընտրությունների չեմ հավատում սրանց հետ եւ առհասարակ չեմ որևէ հույս կապում որևէ ընտրության հետ։ Տեսեք, ավելին ասեմ, օրինակ նույն Գյումրիի համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ պետք չէր այդ թեման շատ այսպես ուռացնել եւ դրա հետ հույսեր կապել, որովհետեւ հենց նաեւ այդ առիթից օգտվեց Փաշինյան Նիկոլը եւ Գյումրիում իրականացրեց այն դարակազմիկ օպերացիաները, որոնք մենք բոլորս տեսանք եւ ականատեսանք եղան։ Եվ հետեւաբար ես իրականում չեմ ուզում նաեւ վաղաշաբաթ ընտրությունները չափազանց այդքան կարեւորել։ Իհարկե այստեղ ամենամեծ ցավը, որ մեր պետականության հիմքերում կանգնած մարդու որդուն են իրենք դարձնում այսպես թիրախ հայոյանքների, չգիտեմ, այդ մարդուն են փորձում փճացնել։ Իհարկե ինքը պետք է առաջերտին ցկտել, որ իրեն չփճացնեն, եւ ինքը պետք է ցկտել իր հոր հիշադակը վարպայել եւ ցավալի է, որ այդ տեսակին իրենք այնտեղ փճացնում են։ Բայց միևնույն ժամանակ որովհետեւ մարդը պետք է գիտակցություն ունենա, որ իրենք ինչի չանալու է, տեսեք, փճացնել է ստոպան, փճացնում։ Տեսեք, մարդ փճացնելը, ախր մարդ փճացնելը շատ հեշտ է։ Հիմա եթե ես իմ շրջապատում մարդ եմ փճացնում, այդ նեղված հոդը ես եմ շնչում։ Այսինքն եթե լիներ պետության եւ պետականության նկատմամբ բարձր գիտակցում, իրենք որևէ կերպ չէին գնա եւ չէին օգտվի մարդու թուլությունից, այդ մարդուն չէին փճացնի։ Այս նորից խոսում է Նիկոլի կողմից պետության նկատմամբ առհամարանքի եւ ադելության մասին։ Բայց ես ուզում եմ խոսել այն թեզի մասին, որ եկեք մենք վաղաշաբաթի ընտրությունները բացարձակապես չկապենք Վեհարանի վրա հարձակումներով։ Վեհարանը այլ բան է, վաղաշաբաթի ընտրություններն այլ բան է։ Իհարկե շատ կարևոր է, թող այնտեղ ընդդիմադիրները հաղթեն։ Սա գուցե մեր ժողովրդի մեջ նորից տրամադրություններ փոխի եւ գուցե մեր պայքարին իսկապես կարողանա լուրջ առաջընթաց ապահովել։ Բայց եկեք չկապենք Վեհարանի հետ, որովհետեւ ինչ որ բան հակառակ լինելու դեպքում արդեն ժողովրդի մոտ նաեւ տրամադրություններ կկոդրվի ու ինչ որտեղ կարող է հենց Վեհարանի պաշտպանությունը մենք տնենք հարվածի տակ։ Վեհարանը ինքը այլ հասկացողություն է, ինքը այլ արժեք է, անկախ նրանից թե որտեղ ընտրությունները ինչ արդյունք կունենան, անկախ նրանից թե որտեղ քերական գործերի շրջանակներում ինչ կբեմականացվի,
Մենք բոլորս պետք է գիտակցենք մի բան, մենք չենք պաշտպանել մեր Արցախը։ Ցավոք սերտի միջև վերջ չպաշտպանեցինք, չնայած որ հազարավոր նվիրյալներ իրենց կյանքը տվեցին։ Հազարավոր է կային, որ պատրաստ էին իրենց կյանքը տալ։ Բայց փաստացի մենք չպաշտպանեցինք Արցախը։ Հիմա մենք գիշեր սուզով պետք է մտածենք Բեարանը պաշտպանելու մասին։ Մեր համար թիվ 1 կարևորությունը սա է։ Եվ այդ պաշտպանությունը երբեք ոչ մի դեպքում չպետք է կապենք որևէ այլ հարցի հետ։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։